Գերաշնորհ Սրբազան հայր, մեծարգո հյուրեր, սիրելի հայրենակիցներ, սիրելի ընկերներ։ Այս օրերին Դաշնակցության աշխարհասփյուռ ընտանիքը նշում է հայ իրականության ամենաերկարակյաց կուսակցության 135-ամյակը։ Հայրենիքին, հայոց պետականությանն ու հայ մարդուն 3 դարերի վրա ձգվող անսակարգ նվիրումի մի ճանապարհ։ Հույդը 135-ամյակը նշում ենք պատմական մի շրջափուլում, երբ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող զարգացումները հավասարակշիռ եւ լայնախոհ որոշումներ են պահանջում։ Հավատացեք, ինձ համար ծանր է Հայաստանից դուրս խոսել այն իրականությունից եւ սպառնալիքներից, որոնց առջև այսօր կանգնած ենք բոլորս։ Հաղթանակների ու զոհաբերությունների հարյուրավոր էջերից հետո հայրենազրկված Արցախահայություն, տարածքային կորուստներ, պատերազմի սպառնալիք, անորոշ ապագա, պառակտված հասարակություն։ Մեծ խոստումներով իշխանության եկած վարչախումբը թողել է համատարած ձախողումների աղետալի մի հետագիծ, ուր հավասարակշռված արտաքին հարաբերությունները փոխարինվել են արկածախնդրությամբ, կազմաքանդված եւ բարոյալքված է բանակը, ոտնահարված է սահմանադրական կարգը, խորացող բռնապետություն, որի հենարանը ոստիկանապետությունն ու գրպանային արդարադատությունն են։ Այսպիսին է իրական Հայաստանը, ուր այրված են բոլոր կարմիր գծերն ու գնալով խորանում է արժեքային ճգնաժամը։ Միջազգային մի շարք ինդեքսներ փաստում են, որ 21-ից ի վեր Հայաստանում դրական տեղաշարժ չկա հանրային կառավարման, ժողովրդավարության, ազատությունների, սոցիալ-տնտեսական զարգացման ուղղություններով։ Ցավոք, վերջին շրջանում մեր անկման տարեգրության մեջ ամոթի մեկ էջ էլ ավելացավ։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ իշխանությունների սանձազերծած ապազգային եւ հակապետական ասպատակությունը։ Սա ակնհայտորեն թշնամական պատվեր է, հստակ նպատակադրումով, քայքայել համահայկական ամենաբարձր հեղինակություն ունեցող ազգային կառույցը, ջլատել մեր միասնականությունը։ Սա նաև Հայաստանի թուրքացման ծրագրի օղակներից մեկն է, որի թիրախում են նաև հայրենիքից Սփյուռքի օտարումը, մեր հավաքական իղձերից հրաժարումն ու առհասարակ հայ ինքնության աղճատումը։ Այսօր Հայաստանի առջև ծառացած ամենակենսական խնդիրը շարունակում է մնալ անվտանգայինը։ Իբրև խաղաղություն մատուցվող Վաշինգտոնյան փաստաթղթերը իրականում վարչախմբի քաղաքական եւ դիվանագիտական պարտությունների արտացոլանքն են։ Վերջերս ստորագրված TRIP հայտարարությունը ըստ էության տարածաշրջանում ամերիկյան աշխարհաքաղաքական եւ տնտեսական դիրքավորման մասին է եւ չի պարունակում ոչ անվտանգային եւ ոչ էլ իրավական երաշխիքներ։ Արդեն չերկվող մեղրիի միջանցքով Հայաստանը կորցնում է Սյունիքի հարավային դարպասների նկատմամբ վերահսկողությունն ու ամենակարևորը եւ վտանգավորը ինքնիշխանությունը։ Աներկբա է այս գործարքի ամենամեծ քաղաքական շահառուն թուրքական աշխարհն է։ Հայաստանը դարձել է աշխարհաքաղաքական շահերի մանրադրամ, երկրի ներքին եւ արտաքին օրակարգերը ճշտվում են Բաքվում եւ Անկարայում, իսկ սեփական աթոռը պահելու համար վարչախումբը պատրաստ է ցանկացած զիջումի։ Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել 210 քառակուսի կիլոմետր տարածք, չի դադարեցնում Արևմտյան Հայաստան զավթողական թեզը, Հայաստանի նոր սահմանադրություն, նոր զինանշան, նոր արժեքային համակարգ է պարտադրվում։ Սա ոչ թե խաղաղություն է, այլ սողացող կապիտուլյացիա։ Սիրելի հայրենակիցներ, այս կործանարար ընթացքը կասեցնելու մի շարք ընդդիմադիր շարժումներ ավաղ ցանկալի արդյունքներ չեն արձանագրել։ Չհաջողելու պատճառներից հատկապես ես կարձանագրեի հետպատերազմյան հուսալքությունը, նոր պատերազմի սպառնալիքը, ուժային կենտրոնների անվերապահ աջակցությունը գործող իշխանություններին, տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռության խախտումը, բռնաճնշումներ եւ այլն։ Որպես քաղաքական հնաբնակ ես ընդունում եմ նաեւ իմ պատասխանատվության, մեր պատասխանատվության բաժինը։ Ցավոք, մեզ չհաջողվեց փոխել այն իրականությունը, որը նիկոլիզմ կոչվող ազգակործան արժեհամակարգը ծնեց, եւ դա փաստ է, որից պետք է դասեր քաղել
եւ նոր մարտավարություն ճշտել։ Այո, դժվար է առերեսվել այս իրականությանն ու չհուսահատվել, բայց հուսահատվելու իրավունք պարզապես չունենք։ Չունենք, որովհետև հուսահատությունը համազոր է քաղաքական կատարյալ անկման եւ մեր նվիրական իղձերից հրաժարումի։ Սա ոչ թե մեր, այլ հակառակորդի օրակարգն է։ Սիրելի հայրենակիցներ, Դաշնակցության 135-ամյակի այս ձեռնարկը համախմբել է մեզ ոչ միայն ախտորոշելու այս իրականությունը, այլև խոսելու ապագայից, այս անկումը հաղթահարելու հնարավորություններից։ Որն է ելքը, ինչ անել եւ ինչպես։ Սա է այն օրակարգը, որը բացառապես մտահոգում է բոլորիս։ Բայց նախ պարտավոր են գնահատել այն սպառնալիքը, որը պարտադրվում է Հայաստանին եւ համայն հայությանը։ Նոր աշխարհակարգի ձևավորման ներկա հանգրվանը մեզանից պահանջում է ռազմավարությունների եւ մարտավարությունների վերաիմաստավորում։ Այսօր կենսական անհրաժեշտություն է համահայկական, գաղափարական ծրագրային օրակարգերի որդեգրումն ու դրանց իրագործման ուղղված ռեսուրսների ձևավորումը։ Ներկայացնեմ օրակարգային մի շարք հարցերի շուրջ դաշնակցության պատկերացումները՝ անվտանգություն, զարգացում եւ արժանապատիվ կյանք։ Սրանք են այն առաջնահերթությունները, որոնց շուրջ պիտի ձևավորվի համահայկական գաղափարական օրակարգն ու ծրագիրը։ Համահայկական, որովհետև մարտահրավերները վաղուց ոչ թե ներհայաստանյան են, այլ համահայկական։ Անվտանգ եւ խաղաղ Հայաստան։ Անվտանգ Հայաստանը երկարաժամկետ խաղաղությունն է, կառուցված հավասարակշռված արտաքին հարաբերությունների, տարածաշրջանային եւ միջազգային դերակատարների հետ փոխշահավետ հարաբերությունների, Հայաստանի ինքնիշխանության վերականգնման, բանակաշինության, ռազմաարդյունաբերության կայուն եւ արդյունավետ դոկտրինի վրա։ Պատերազմի այլընտրանքը կապիտուլյացիան չէ, ինչպես մեզ պարտադրում են եւ փորձում են ուղղակի հանձային տրամադրությունները շեղել։ Խաղաղություն, այն խաղաղությունը, որ մենք պատկերացնում ենք, խաղաղությունն է, որը չպիտի ուրանա Արցախահայության վերադարձի իրավունքը, պիտի լուծի բոլոր ռազմագերիների վերադարձի հարցը, ներառի անվտանգային երաշխիքներ, բացառի հայկական կողմի կենսական զիջումները, բացառի Թուրքիայի եւ Ադրբեջանի միջամտությունը Հայաստանի ներքին գործերին։ Մենք մերժում ենք Արցախի էջը փակված է իշխանությունների անբարո խոսույթը եւ հետապնդելու ենք Արցախահայերի հավաքական եւ երաշխավորված հայրենադարձության իրավունքը։ Համերաշխ Հայաստան, մենք մերժում ենք ներազգային բաժանարարները, որովհետև միայն համերաշխությամբ, Հայաստան սփյուռք միասնությամբ եւ ազգային ներուժի առավելագույն ներգրավմամբ է հնարավոր բեկում մտցնել երկրի կյանքում, առանցքային բառը, բանալի բառը բեկումն է, բեկում մտցնել երկրի կյանքում, որևէ քաղաքական ուժ կամ արտաքին թշնամի չի կարող կոտրել մեր մեջքը, եթե միակամ ենք եւ մեզ միացնում է ուժեղ պետություն կառուցելու տեսլականը։ Արդար Հայաստանը մարդակենտրոն պետությունն է, ուր հաղթահարված է աղքատությունն ու բոլոր խմբերի համար ընձեռնված են սոցիալական արդարության հավասար հնարավորությունների համակարգ։ Իրավականը այն Հայաստանն է, ուր վերականգնված է սահմանադրական կարգը, պաշտպանված են մարդու իրավունքները եւ դրանք հիմնված են ոչ թե անհատի կամ քաղաքական շահերի, այլ օրենքների գերակայության, արդարության, հավասարության եւ կայունության սկզբունքների վրա։ Զարգացող Հայաստանը մրցունակ եւ ժամանակակից պետությունն է, որի տնտեսությունը ծառայում է հայ մարդու եւ հասարակության բարեկեցությանը, որը գրավիչ է ու հպարտության աղբյուր աշխարհի ցանկացած ծայրում ապրող հայի համար։ Սփյուռքը վերականգնվող Հայաստանի կենսական տարածքն է եւ հայրենիք սփյուռք հարաբերությունները միանգամայն նոր հայեցակարգ են պահանջում վերականգնելու առաջացած խզումն ու նոր լիցք հաղորդելու Սփյուռքին որպես քաղաքական եւ քաղաքակրթական գործոն։ Առանց հոգևոր Հայաստանի չկա անվտանգ Հայաստան, չկա հայկական ինքնություն եւ ուրեմն մեր մշակույթի, մեր լեզվի, հայ առաքելական սուրբ եկեղեցու եւ մեր քաղաքակրթական ժառանգության պաշտպանությամբ է հնարավոր հայ ժողովրդի բարոյական եւ արժեքային վերականգնումը։
Սիրելի հայրենակիցներ, մենք հավատում ենք եւ մենք պարտավոր ենք փոխել մեզ պարտադրվող գոյատևման ռեժիմը, կանխել այս ռեժիմի վերարտադրությունը։ Սա է գլխավոր օրակարգը, որովհետեւ միայն իշխանափոխությամբ է հնարավոր կասեցնել այս կործանարար ընթացքը։ Անվտանգ, համերաշխ եւ զարգացող երկիր կառուցելու նախապայմանը բարոյական, մասնագիտական բարձր հատկանիշներով եւ ազգային պետական մտածողությամբ նոր իշխանության ձևավորումն է։ Մենք կարող ենք եւ պարտավոր ենք թոթափել հուսահատությունն ու դատապարտվածությունը։ Բացահայտ ճշմարտությունն է։ Ժողովուրդների կենսունակության գաղտնիքը սեփական ուժերին հավատալու եւ դրանց հետևից գնալու կամքի մեջ է։ Սակայն մեր լավատեսությունը պիտի կառուցենք ոչ թե կարգախոսների, այլ իրատեսական հանձնառությունների, համառության, ռազմավարական խորք ունեցող ծրագրերի վրա։ Միևնույն ժամանակ իրավունք չունենք դոնկիխոտյան միամտությամբ ելնել ժամանակի դեմ եւ դառնալ աշխարհաքաղաքական նոր ճարտարապետության մանրադրամ։ Խորհրդարանական ընտրությունների շեմին համահայկական ոչի ճակատ ձևավորելու նպատակադրումով Դաշնակցությունը խորհրդակցությունների շարք է սկսել քաղաքական դաշտի բոլոր ազգային ընդդիմադիր ուժերի հետ։ Մեր օրակարգը կառուցված է հետևյալ առանցքների շուրջ. հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների հակազդեցություն, քաղաքական բանտարկյալների իրավունքների պաշտպանություն, ընտրական պրոցեսների օրինականության միասնական վերահսկողական մեխանիզմներ։ Սիրելիներ, ազգային շահերի համար պայքարը այլևս համահայկական հանձնառություն է, որքան ճակատագրական է պահը, նույնքան առանցքային է մեր առաքելությունը, թույլ չտալ հայոց պետականության փլուզումը, ես ամենայն ծանրությամբ եմ օգտագործում փլուզում բառը, բայց իրականությունն է այդպիսին, թույլ չտալ հայոց պետականության փլուզումը։ Ամենածանր ժամանակներում մենք կարողացել ենք պաշտպանել հայ ժողովրդի բովանդակ շահերը։ Կարողացել ենք, որովհետև անժամանցելի են դաշնակցության գաղափարական հենասյուները՝ պետականություն, հայապահպանություն, արդարություն եւ համահայկական համախմբում։ Այսօր էլ բացառիկ նվիրումով այս նպատակներն են շարունակում ծառայել ՀՈՄ-ը, համազգայինը, Հոմենթմենը, հոյդա երիտասարդական կազմակերպություններն ու մեր մյուս հաստատությունները։ Ծանր պայմաններում Հայդատը կարողացել է հայոց ցեղասպանության հարցը միջազգային քաղաքական օրակարգ մտցնել եւ հաջողություններ արձանագրել։ Այսօր նույնքան կենսական է Արցախայցյան վերադարձի եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության եւ գերեվարված անձանց իրավունքների պաշտպանությունը, որը շարունակելու է լինել Հայդատի եւ դաշնակցության ողջ ընտանիքի առաջնահերթություն։ Մեր հակառակորդները գիտակցում են մեր ուժը, բանտարկում են, փորձում են պառակտել, բաժանելով ներսի ու դրսի դաշնակցականների։ Դատապարտված են նրանք, կրկնում եմ, դատապարտված են նրանք, որովհետև չեն գիտակցում, որ դաշնակցությունը արժեհամակարգ է ու գաղափարախոսություն։ Շարքային կուսակցության մեջ չտեղավորվող ֆենոմեն է դաշնակցությունը։ Դաշնակցականը տեսակ է, բոլոր ժամանակներում, աշխարհի որ հորիզոնականում էլ լինի։ Հիմա 135 տարիների հեռվից ես ուզում եմ փառք տալ, բոլորս փառք տանք այն բոլոր երախտավորներին, ովքեր խիզախել են դառնալով հայ ժողովրդի դարավոր երազանքների նվիրյալն ու զինվորը։ Սիրելի հայրենակիցներ եւ սիրելի ընկերներ, որևէ ներքին կամ արտաքին թշնամի չի կարող մեզ պարտության պարտադրել, երբ մեզ միացնում է ուժեղ պետություն կառուցելու տեսլականն ու կամքը, ոչ թե համակերպվել, այլ պայքարել, որպեսզի հաղթի հայությունը, որպեսզի հաղթի հայոց պետականությունը ու մեր երթը լինի արժանապատիվ, մեր զոհողությունները իմաստավոր։ Ազգային քաղաքական պայքարի այս փուլը ծանր է եւ պատասխանատու, եւ չկա նաեւ այլ ելք, քան ամբողջական, համադաշնակցական զորաշարժով, մեր համակիրների եւ մեր սիրելի ժողովրդի հետ, ուսի, պատվով, միասնությամբ, արժանապատվությամբ այս անկումը հաղթահարելու, ոտքի կանգնելու ճանապարհը։ Դաշնակցությունը կարողացել է,
Մենք միասին դարձյալ կարող ենք։ Կեցե դաշնակցությունը, կեցե հայրենիքի եւ հայոց պետականության համար պայքարող հայ ժողովուրդը։ Distinguished guests, dear friends, allow me briefly turn to English to convey the essence of my remarks. We gather today to mark the 135th anniversary of the Armenian Revolutionary Federation at a crucial moment when Armenia and the Armenian people are facing one of the most challenging periods in our history. The regime presently in power has left a devastating legacy. The loss of Artsakh was only the beginning. Armenia's setbacks have not ceased but continue to deepen. Today, the domestic and foreign agenda of Armenia are largely dictated by Baku and Ankara. We are witnessing direct attacks on church, on history, national symbols. The authorities, motivated by a desire to maintain their power, are prepared to abandon our national identity and change the constitution to suit a foreign agenda. Our security architecture has been dismantled. The recently signed TRIP declaration fails to offer any legal guarantees or security assurances. To overcome this national crisis and the collapse of the state, it's essential to prevent the current ruling regime's re-election. The Armenian Revolutionary Federation, Dashnaktsytsun, has initiated political consultations with other political forces to form a broad oppositional front. The path we propose begins with strengthening Armenia itself, an Armenia that enjoys sustainable peace and safeguards its national identity, an Armenia grounded in justice, dignity, and internal solidarity, an Armenia that serves as the homeland for all Armenians, where the potential of their diaspora is harnessed to support the state and the national interests. Dear guests and friends, we cannot and must not surrender. We strongly believe that through a united Pan-Dashnaktsytsun mobilization, together with our supporters, we will move forward to overcome these challenges. Dashnaktsytsun has triumphed before. Together we can prevail again. Եվ ուրեմն մեկ անգամ եւս կեցե հայ հեղափոխական դաշնակցությունը, կեցե մեր կամքը, կեցե վերածնվող Հայաստան կերտելու մեր խիզախումը։ Շնորհակալություն։